Երիտասարդ դաշնակահարը նվագում է բարոկո շրջանի երաժշտություն։ Պատրաստվում է մասնակցել General Bass բարոկո երաժշտության դաշնակահարների միջազգային մրցույթին, որը Հայաստանում անցկացվելու է առաջին անգամ։ Կանոնների համաձայն մինչև մրցույթի մեկնարկը մասնակիցներին ցուցադրել չենք կարող, իսկ ինչպես հայտագրվել եւ դառնալ միջազգային մրցույթի մասնակից։ Մրցույթը երկփուլանի է։ Հայտերը մենք ընդունում ենք մինչև մայիսի 31-ը։ Ձևանմուշը դուք կարող եք գտնել այցելելով մեր կայք generalbasscompetition.com։ Առաջի փուլի համար անպայման պետք է ներկայացվի վիդեո հղում ներբեռնած որևիցե ալիքում, YouTube-յան կամ Vimeo։ Ժյուրիի անդամները ամեն մեկը իր երկրում կլսեն մեր երեխաներին, ովքեր դիմել են, եւ իրենց պատասխանը գնահատականների պատասխանը մենք կստանանք այստեղ մեր թիմը կամփոփի պատասխանը եւ հունիսի 1-ին մենք կներկայացնենք այն մասնակիցների անունները, ովքեր անցել են երկրորդ փուլ։ Մրցույթին կարող են մասնակցել 7-ից 25 տարեկան երաժիշտները։ Հայտատուների աշխարհագրությունն օրեցօր մեծանում է, արդեն մասնակցության հայտեր են ստացել Հայաստանից, Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Ուզբեկստանից։ Կարծում եմ, հա, մասշտաբը միայն կմեծանա եւ կմեծանա նաեւ մասնակիցների քանակով, նաև մեր թիմի քանակով, նաև որակի ապահովմամբ, ովքեր որ մեր թիմի մեջ են, հիմնականում նրանք էլ գաղափարապես կողմ են բարոկո երաժշտության փառաբանման, քարոզչության եւ այլն, եւ նաև կողմ են բնականաբար երեխաների, այսինքն հետագա կարիերայի կառուցման ընդհանուր գաղափարի շուրջ ենք հավաքվում։ Ժյուրիի կազմում աշխարհահռչակ երաժիշտներ են ընդգրկված, որոնք ըստ մրցույթի կանոնադրության մինչև երկրորդ փուլ մասնակիցների մասին միմյանց հետ քննարկումներ իրականացնելու իրավունք չունեն։ Աննաս Արաջյանը ներկայացնում է Հայաստանը եւ Կանադան, Ալեկ Պալյանսկին ներկայացնում է Ռուսաստանը, Յակոբ Կացնելսոնն էլ կա, որ եւս Ռուսաստանից է, Էնտոնի Չաչոն կա, որ իրականում Սիցիլիայի իտալիացի է, բայց ինչքան գիտեմ, տվյալ պահին Միլանում է եւ Միլանում է գործունեությունը շարունակում։ Նաև կա Վալերիան Շուկաշվիլին, ով որ ներկայացնում է Վրաստանը եւ եւս նա էլ կազմակերպում տարբեր կոմպետիշններ եւ նա նույնպես բավականին հետաքրքրված էր մեր պրոյեկտի մեջ։ Մրցույթն ունի նաև մրցանակային ֆոնդ։ 1 միլիոն դրամը բաժին կհասնի ոչ միայն մրցանակակիր երաժիշտներին, այլև նրանց ուսուցիչներին։ Յուրա Վահանյան, Էդգար Դավթյան, լուրեր։